Երկու հոգով չեն կարած էլի ասենք Հայաստանում պահեն էլի այդքան Մյուս տարի ես գամ արդեն մենք մեր ձևով էլի, կազմակերպենք ավելի ճիշտ կլինի էլի։ Երջանիկ այն մարդը, որ տիպը կարող է իր սիրած գործով զբաղվի, դի Հայաստանում հազվագյուտ հանդիպող բան է էլի։ Դու մելոդիաներով միշտ մելիզներ։ Բեզուարյան այց։ Երկ շատ արա, որտեվ կյանքդ կերկարի դրանով։ Մի քիչ էլ որ տորմուզ անեի, արդեն ես հավես չէի ունենա, ասեմ։ Չէ։ Լուրջ եմ ասում, ես դրա համար ես ուսում եմ որ չէի խոսում ինադու, որ տենց կադրում ասեմ, որ շատ երկար եմ սպասել, որ պիտի դու իմ առաջին հյուրը ես սենց ֆորմատի մեջ մանավանդ դու պիտի ներ հաստատ առաջին հյուրը, որովհետև եթե հիշում ես 19 թիվներ, որ եկա ասինար արիմաց սենց արի ռադիո բան անենք էլի, լայվ playback-ով ռադիոյի հետ ասիր ապե չէ այդտենց ինչ-որ բան կա, արի դու բաներ, արի լուչը ռիվյուներ էր, աբզորներ էր ալբոմների, ասի օքեյ, ու գնում տենց են որ տունը նստում գրում էի թղթի վրա, գալի կարդում էի, ասում էի նար ոնց է բան։ Շատ ուժեղ բան էր այդ պերիոդը, չէ, լիքը տենց մտքեր կար, բայց փաստորեն էս բերեց սրան։ Բերեց սրան, հա, այդեն որ դրանք չլինեին, ոնց որ տենց ոնց ասեմ, եթե չլներ այդ խոսակցությունները կարող է էսի չլներ, չինեմ, հետո կյանքը ոնց կդասավորվեր, բայց չլինի։ Նենց որ ես էլ եմ ուրախ նայ ջան, որ ստեմ այսօր։ Դե պարտադիր է, դա առաջին ոնց որ պիտի դուրն է, ցավոտ նոր ես եկե, նոր ես դե ու լավ նորությունով ես եկե, ամենակարևորը, բացի այն որ պրոստը եկել ես այդ արդեն մեր համար ուրախություն է, բայց լավ նորությունով ես եկե։ Քանի տարի առաջ է, Նարեկ 3-ներ, չէ, վերջին ալբոմը։ Վերջի ալբոմը 19 թվին էր, 19 թվին Նարեկ 3-ներ։ Հա, դրանից հետո տենց մի երկու հատ սինգլ մինգլ եղավ, բայց տենց որ ալբոմ արդեն էս վերջինը։ Հիմա դերի սկսենք ալբոմից տնենք ինչ է սպասվում ես։ Ես դե մի քանի բան լսել եմ, երկու երկ արդեն ռիլիզ ա եղել։ Երկու երկ արդեն։ Փողոցներում ու պահան։ Ճիշտ ասած, նենց էր պլանավորած, որ մինչև այսօրը մեր խոսալը պետք է ալբոմը դուրս եկած ելներ, որտեվ արդեն սա պատրաստ է բան չկա անելու, մի երկու հատ տենց չնայած չկա անելու արդեն էդ էլ դզվել է։ Պրոստը որ եկա Հայաստան, տենց հստե հանգստանալ երեխեքը բան էս կոմենկոմ, տենց ոնց որ ընկավ, հա, հետ ընկավ, բայց հեսա մի մոտավորապես մի 10-15 օրից հետ գնամ, արդեն ոնց որ կպնեմ դրան, արդեն ռիլիզը կանենք էլ ինդեից։ Հա, թույն շատ լավ է, կոնցեպտուալ ալբոմներից խոսացինք, որ այս ժամանակ տենց արել ենք բան, հիմա այս ալբոմի ընդհանուր ինչն է։ Ալբոմը նայ, անկեղծ ասած 20 թվից հետո կոնկրետ այս պատերազմ բան օբշի դրանից հետո ոչ մի ինչ որ ստեղծագործական ոչ հավես կար, ոչ էլ փորձում էի, չէր էլ ստացվում ոչ մի բան, բայց տես ինչ որ թեթև սևագրեր ընթացքում բարձա ալնում էր անել։ Հիմա այս ալբոմը ընդհանուր sense մի քիչ փողոցային վիճակով ա եղել, որտեվ ընդեի կյանքն էլ է տենց էլի, տենց մեխանիկորեն դուրս ինչ-որ բաներ չեմ հորինել էլի, որ տենց հիթ դառնա, էս դառնա, տենց ինչ-որ ինչ կա, մոտավորապես էս ընդեի առօրյայի, սաղ էդ ամեն ինչի մասին է ալբոմը, լիքը ֆիթեր կա մեջը, լիքը ասած այլի մի 6-7 հատ ֆիթ կա, 6-7 հատ, հա, Մեկի մասին գիտեմ, որ գիտեմ ում է դա բոլոր համեսաղի գիտեմ ովքեր են հիմնականում մեկը մեր Դավոյի հետ է Դևի, մեկը Արմինի հետ է, մեկը Ապեջանի հետ է, մեկը Երևանսկի Միքոյի հետ է, մեկը Young Buck-ի հետ է, մեկն էլ մատ աղջիկ կա, տենց էլ շատ հայտնի չի Ջեքի անունը, հայ աղջիկ է, հա։ Այսինքն հիմնականում բացի Դավոյից, Դևից մնացածը սաղ ընդեի է։ Սաղ ընդեի, հա։ Սաղ ընդեի արտիստները։ Դավոյի հետ չի կարա Դե դա Դավոյ, այդ նույն մեր ճանապարհի ամենասկզբից Դավոն ստեղը, մեր տեղը, քոյ տեղը։ Ոչմ տենց, ալբոմը շատ արագ եմ արել, իտոգում սենց որ ասեմ, որտեղ ընդեղն էս չի շատ սաղ որ կարում եմ տրամադրեմ երաժշտությանը, բայց մի տենց մի 20 օր ոնց որ տենց անջատեցի սաղի չկա, այդ 20 օրվա ընթացքում
համ տենց վերջնական գրեցի, համ ձայնագրեցի, ալբոմն էլ ուղարկեցի ու զուգահեռ ուղարկում է այստեղ Ջորջը, Ջորջը տենց այդ ոլորտի մեջ է ճանաչում է շատ տաղանդավոր, շատ ուժեղ սաունդ ստացող մեր ընկերն է, ումից շատ շնորհակալ եմ, տենց ահավոր լավ է ստացվել, ինչ արել է։ Ոչ մի Ջորջը արեց, ալբոմի անունը Մենտալիտետ, տենց է։ Ինչի։ Ինչի՞ չէ։ Լավ չէ, տիպը իմաստային բանով էլի։ Իմաստային, որտեվ ես էլ ի վերջում միտոգում ուզում էի ջոգը ինչ եմ արել, տենց ստացվեց, որ տենց այդ մենտալիտետից, իմ մենտալիտետից դուրս չեկած ալբոմ է, էլի, այսինքն դրա մեջ է սաղ ինչ կա։ Բանը ասցիր Young Buck-ը, ասեցիր այդ ոնց է եղել այդ Young Buck-ը դե մի մանկապարտեզ եմ։ Young Buck-ը ով չճանաչում է G-Unit 50 Cent այդ իրան խմբի արտիստներից է, էր հիմա դե արդեն չէ։ Տենց Nashville քաղաքում էինք տենց գործով ու տենց իրանց ինքն էլ տեղի ամենա ոնց որ հայտնի տենքն է բան։ Տենց ծանոթացանք ուրիշ թեմաներով, հետո շփվեցինք, բան արեցինք, տենց ընդհանուր հայտարարի եկանք, որ մի բան ստուդիա է, դեռ մեր հայկական վարիանտով էլի, որ տենց եթե լավ ռեփ անում, քիչ է մի հատ իրար հետ գործ ունենանք, տենց արեցինք, թեթև մի երկու բան են կլիպոտ բան նկարեցինք, հա։ Դզետ։ Հետո դե մի քիչ ես դասյոմկա արեցի LA-ում, դե ինչ որ կադրեր կա, որ հետո մի բան անենք էլի համադրենք։ Մի քանի բան ես տեմ ուզում անեմ, որ տենց նկարվի էլի երևա։ Բարվանկեք այդ բանը այլ մի երկու կադր լինի, որ տենց եսի խիչ է որ։ Հա բա, Հայաստանում։ Տենց։ Ոչ չկարան։ Իսկ լսես քո երկերից ինքը տենց ստվեցի։ Ինչ ոնց էր հայերենով իրան։ Դե ոնց որ խոսքի ֆրանսեր են մեր համար, էլի ասենք ով չի հասկանում իհարկե ֆրանսերեն, դե ռեփն էս բանը որ դե parza բարերը կապ ունի, բայց այդ բանը էլի այդ վայբի մեջ որ լավն է, արդեն դզում է էլի։ Թույն, բայց գիտես ինչն էր, ես էլ որ առաջին անգամ այն ինչ որ լսել եմ Մածերալը, դավոն որ ցույց էր տվել, որ ասեցիր ընդեղի կյանքի մասին ես խորացել, դե մեր վերջին հանդիպումը հենց եղել է բանից ձեր գնալուց առաջ։ Դեպի տունը նկարեցինք կլիպը ու դու գնացիք Մկոյի հետ, գնացիք ու առանձին գնացիք պատերազմի։ Ճանապարհ իմ ամալուտար արևներով դեպի տուն տար։ Հենց այդ օրները գիշերը հիշում եմ տենց հաջող արեցինք իրար, դու գնացիք ու մի խոսքով այդ անցան այդ ամենը չեղավ դու գնացիր Ամերիկա ու մտածում եմ որ հենց ոնց որ այս անցյալի հետ ասեմ այդ տպավոր այդ ոչ ինչ որ կատարվել է ինչ որ քեզ բանարը որ դու իմ անդեղ ես այդ թեմայով վարինելու բայց դու ոնց որ մի քայլ առաջ գնացիր հա այդ թեմայից вообще ոնց որ գիտես քիչ եղավ դրա մասին ինչ որ բան անել որտեվ նախ չէի ուզում նախ չէի ուզում ընդհանրապես տենց այդ թեմայով սխալ ինչ որ կիսատ տեքստ կիսատ բան գրեի, սենց ասած, որտեղ դες նուրբ մոմենտ է էլի, կամ պետք է անես շատ լավը, կամ вообще չանես նամանավանդ այդ թեմայով էլի ասենք ինչ-որ։ Հետո տենց ընթացքում չէր է ստացվում լավ բան անել, տենց ինչ-որ դե փորձեցի մի երկու բան ու տենց ասի ավելի լավ է ձեր չտաս էլի այդ թեմային, քան թե բզբզած, հետո պլյուս որ ընդեղից ինչ-որ բաներ բողոքել սրա մասին, նրա մասին, որտեվ սա բողոքելու էր էլի։ Հա դե։ Ասի դե տենց հերվից բողոքելն էլ կասեմ, սխալ կնայվի, բացի նրանից ինձ չէր դուր գա, դրա համար չարեցի էլի։ Ահա, առաջին եթե քեզ դուր չէր գա, հա, այդ ուրիշ հարց է, բայց ինձ թվում է, այդ զուտ իմ անձնական կարծիքը, մանավանդ ասենք դեպի տնից հետո, այդ թեմայի մեջ ոնց էր դու տենց տեքստը ուշում եմ շաքաղ ամեն անգամ ես ում ակոն տենց ինչ-որ դրում նստում նայում ենք ու ամեն անգամ տենց են որ կապչոնի տարիքում ենք լացներս գալիս մկոնել ապե այդ կլիպում են որ տենց լրիվ
սաղ ձևերով տրվեցիք էլի, դա շատ ուժեղ, հա։ Շատ այնց բիգ ժամանակ էլ այդ ամեն ինչը սենց եղավ։ Դրա համար էդ էր ինձ բաներ անում, բայց դու ոնց որ ավելի լավ գիտես էլի։ Չնայած մի հատ երկ ունեմ, լավ հիմա սենց բանը, որ մեջը ինչ որ տենց մի քիչ սենց բան կա, տենց այդ թեման չի, բայց ընդհանուր ինչ որ նաև այդ թեմայից հա ինչ որ բաներ կա, էլի։ Երկը կոչվում է քնած, հա որ հերնիկը լսեք էլի ինչա։ Այսինքն ընդհանուր ալբոմը քո ընդեղի, ասենք դե դու միջև էտել ես լիքը շատ ես գնացել կլիպներ 2006 թվից գնում գալիս եմ, բայց չէ դե էսի արդեն ոնց որ արդեն ուրիշ գնալ է, որտեվ ինչ որ բաներ ենք ձեռնարկի են, դե դոկումենտ ունեմ արդեն ինչ որ սենց էլի որոշակի տարբերություն կա էլի ալբոմում չես համեմատի էլի, տես տուրիստին գնալուն, ես գնալու հետ։ Լրիվ ընդեղի ուշում կյանքի ընդեղի ձեր ընդեղից, բայց օբշի այդ բանի, այդ տպավորության տակ ալբոմ ասենց ասել։ Իսկ որն է այն ժամանակվա գնալու, հիմիկվա գնալու, զուտ պատապավորությունների տարբերությունը էլի։ Մուզիկալի առումով մանավանդ։ Մուզիկալի առումով այն ժամանակ տենց շուտ տենց կայֆավատել վիճակ էր գնում մեր հացեր ուտում տանում են ստե տղեկը ընդ տուրիստին ոնց է տուրիստի համար բայց հիմա տենց չի էլի արդեն դու կարաս գաս կայֆավատելնես ընդ մեր հոթելի ուրա սպասում ենք մի օր դրան հա չէ որտեվ այդ ես ինչ որ լսել եմ լավ իմ ասեմ են որ բոլորն են լսել պահոն ու փողոցներում թե կլիպները չասեմ օբշի music production-ը որ դու ես անում լրիվ դա չգիտեմ դու չես արել production-ը ես չեմ արել այդ էլի ուզում ասեի մի հատ այս ալբոմից մեջ մի beat կա որ ես եմ արել Արմինի հետին ես չեմ արել դրանք ապա ժամանակ չկա ես այդպես որ մնար ես beat հավաքեի կարող է ասենք մի եկող տարի նոր բան անել որովհետև Անդե ճիշտ ասած մի հատ այնպես տանը ունեմ այնպես մինիմալ բան ասենք աշխատելու սենյակում սարքել եմ տենց պրոստը ավելի լավ է դա էս մի դեպքում ասի լուչը ես չանեմ որովհետև խոսքի կարող է տենց չլներ էլի ովքեր են հիմնական սա ընդեի բիթմեյքերներն են հա տենց բանը հա հասկացա հա Okay, դե տենց ընդունված է, էլի, եթե չգիտեն, չէ, դե հիմա սաղ տենց են անում մենակ։ Մենք ենք Չէ, բայց դե քո սաղ ալբոմների հիմնական դու ես։ Հա, ես տենց դավոն է։ Երբ սկսեցի անել, ոնց որ գործի մեջ մտա, արդեն սկսեցի ես հավաքել բիթերը, պրոստը էսի ասի լուչը։ Ուզում եմ ասեմ, այդ բանը, այդ ընդհանուր տպավորությունը ընդեղի, տենց հիփ-հոփից եկած բան, լրիվ այդ մեջը կա, ես ասում ինչ որ լսել եմ, ու տենց ոնց որ ազդեցություն է, որ ասում ես որպես տուրիստ չեմ գնացել արդեն, դա զգացում է լրիվ ալբոմում էլի։ Այնտեղ սենց է, ասենք, սաղ մարդիկ ռեպով են ապրում, էլի, սենց ասեմ, էլի, մեր ջահելությունը լրիվ այդ հիփ-հոփի բանի մեջ է, դե LA-ն է, էլի, ասենք, չնայած ալբոմի մի կեսից շատը Չիկագոյում եմ գրել, օբշին դե ստուդիայում եմ բան արել, տենց դες սևագրերն էի ձայնագրում, հետո գալիս էի LA-ում մի հատ լավ ստուդիա կա, դե արդեն ասենք մի ասենք 12 ժամով եկալում եմ ու մի 5 հատ երգ եմ ձայնագրում արդեն ոնց որ մակրագիր էլի։ Այտենց իսկ իրանք են դե հետը ընդեղից հենց այդ ստուդիա դու ես։ Չեմ կարող տենց ներվերս չի ոչ մեկ էլ չէ, ես վարձում եմ ստուդիան, հա, ասենք 10 ժամ, չգիտեմ, ինչքան ուզում ես։ Դե հիմնականում երկար ժամով եմ վարձում եմ ստուդիան, ես մենակով, էլի ես ռեկ եմ անում, ընդ ձայնագրում բան, իմ կտրտում, դզում, փչում, ինձ մինիմալ, հետո ուղարկում եմ արդեն բան, որտեվ այդ ինժեներ բան, արտիստ այդ բանը պետք է տենց ոնց որ առաջինը այնց մոտիկ մարդ լինի, որ տենց լրիվ այդ բանը դզի, էլի թե չէ։ Ստե հիշում եմ, ստե անում էինք այտենց։ Հա, դե ստե հիմա մենք հա ռեքինգ խմելում։ Ես այն բայտոն եմ հիշում, բանի ձերիփի կարծիք, ճիշտ եմ, չէ՞, կարծիք ալբոմի բայտոն, որի ձայնագրում էի։ Շատ լավ ալբոմ էր, պրոստը շատ քֆուր կար մեջ։ Հա, դե դի չափի շատ։ Սաղ կյանքը սուրպրիզա, գոյից սաղ անալիզա, շպիտներ կան լիքը սուտ մոնալիզա։ Իսկ ստե ոնց հա։ Դե ստեի տենց ցենզուրը ոնց որ քֆուրների։ Էս չէ, էս չկա, թե
Չկա էլի տենց։ Համ քիչ է։ Հա, էլի այնց թեթև սուկա բան էլի։ Չէ՞ կարելի։ Կարելի է ոչ կարելի։ Հանգիստ է շատ հանգիստ։ Հա, դե տենց էլի այնց բան այնց տեղին։ Որ ջղայնած։ Հա, բայց այնց բանի չափի մեջ էլի այնց շատ նրա մեջ մի քիչ ավելի շատ է։ Փողոցներում երկս դե այնց լավ, այնց ավտոների մեջ Հա, լիքը այնց դրա մեջ կա այնց մի հատ երկու հատ, բայց տակից բանա այնց շատ չի։ Shit, հա։ Փողոցներում լիքը փողաֆռում կրիմինալը Սաղը դսի թեմաները սաղ քեշանալը Նա ես հիմա հայրենով այտենց ռեպի հիմա կարող է կան մարդիկ ես չեմ լսել, ես իմ լսածով եմ ասում Հայաստանում այդ հայրենով այտենց գրուվով ռեպ Ես չեմ հիշում երբ այտենց Ես չեմ լսել, բայց հիմա այտենց կան ինչ որ նոր բաներ ու լավա որ կան, խառը բաներ, այտենց դզումա, չգիտեմ, թո զարգանա, բայց ես հիմա գիտես որ վիճակն է արդեն մոտս, են որ вообще չեմ էլ հետևում ինչ կարելի է անել, որ ոնց լինի, ինչ լինի, էլի, ասենք, դες պրոստը ինչ կայֆ է տալի անում եմ, էլի, հա, այն պահեր կար որ ինչ որ էլի պալյուբոմու տենց մենք մեր ձևով ենք արել ինչ արել ենք բայց շուտես մի քիչ կոմերցիա ենք մտածում չգիտեմ ես են հիմա ես լիքը ունեմ տենց մեծ հիթերը որ տենց ես իմ քանի միլիոններ հա բայց դե դա ինչ որ կոմերչեսկի միտում կար դրանց մեջ բայց այս ալբոմը լրիվ տենց մեր լսելու համար հա ես խորացել եմ որ ալբոմներում տենց քո հիմնական սաղ ալբոմները լավ հալ են որ տենց որ քո ալբոմները առանձին մտ աշխարհ է նրանք ուրիշ աշխարհ է ու հիմնականում վատենա որ ավելի շատ դե պարզ է շատ կոմերցիան են լսում ու դրա շնորհիվ են ինչ-որ տենց անի կարծիք բայց դե չէ բայց դե տենց այդ բալանսը դե պետք է լինի էլի հա չնայած հիմա արդեն լիքը այս վերջի պերիոդ լիքը առաջարկ ա եղել տենց ասենք ինչ-որ DJ-ը լինի էլի տենց ինչ-որ DJ-ի հետ գործ կամ չգիտեմ ինչ-որ տենց կոմերչեսկի հա ինչ-որ երկչու հետ բան բայց որ հələ որ вообще դրա ոչ հավես չկա էլի տենց ինչ-որ փափուկ բաների էլի տենց այդ բաների որտեվ ընդեղ ես դրա համար ասենք քո ընդեղ արդեն սա կա գիտես քո անելիք ընդեղ ունես երաժշտությունը արդեն հա չէ երաժշտում այս ալբոմից մեջ մի հատ երգ կա այդ աղջիկա այդ որ ասում եմ ինքը թուն երգ է շատ չեմ ասի կոմերչեսկի երգ է բայց տենց ինչ որ սիրայի նոտ բան է հարաբերության մասին բայց ինքը տենց չեմ համարում էլի տենց պապսա Դե ինձ չի որ մեկ տենց չի լինում որ պետքա պրոստա ալբոմի ֆորմատը նենց են կարել որ նենց երգեր են ընտրել այդ բաները կար որ չհասավ ալբոմ տենց էլ լիքը բաներ կա էլի տենց կիսատ մնացած որ պրոստա ասի դու չէ այդ ալբոմի մեջ չլինի դրանք էլի հա թույն այսինքն հետո կարող է դուրս գան էլի իրանք տենց առանձին տենց հա շատ լավ է դե ոնց հասկանում եմ ափսոս թե տենց ինչ-որ ալբոմի պրեզենտացիա բան ճիշտ ասած մի հատ տենց առաջարկ երկու տարբեր տեղից առաջարկ եղավ համերգ անելու ստեղ պրոստը ինչ-որ տենց փողը քիչ փող չունեին ապե ինչ-որ տենց չգիտեմ ինչ եղավ այդ կատակ եմ անում ինչ-որ սխալ բան սխալ չէ էլի տենց կազմակերպչական տենց վերջին չհասավ տենց մնաց բայց երևի ավելի լավ է ալբոմը մտածում եմ այսքան լրությունից հետո ալբոմը լինի մի քիչ կլիպեր լինի կարող ասենք մյուս տարի ես գամ արդեն մենք մեր ձևով կազմակերպենք ավելի ոնց որ ճիշտ կլինի էլի Ոչմ տենց ընդհանուր լոսի Ամերիկայի տենց մուդը ոնց որ ասում են թազա բառերից տենց ալբոմի մեջ կա բայց մեկը էլի հայկական տենց ասած քեզ մենտալիտետը սաղ բաց հիմա դու ես քո տենց բանի վրա զգում ընդեղի հենց բանը բացի այն որ հա ընդեղ լինելով դե կուլտուրայի մասին ես խոսում բայց երաշտական քո վրա տենց բան է ազդեցություն ընդեղի շատ է вообще այդ բայ էլի են հարցերը տղեկից բան չէ այդ չեմ զգում պրոստը ինչ որ տենց էլի ժամանակի հետ էլի ինչ որ տենց է հասավ դրան որ այս ձև հետո պլյուս նրա որ բիթերը ես չեմ արել որտեվ երբ որ բիթը դու ես անում արդեն բիթն էլ իրանով է քեզ տանում
տրամադրում ինչ որ բան, որտեղ անել մուզիկան անելուց ընթացքում դու ինչ որ բաներ ես մտածում բան, բայց ես եւ որ ես չեմ արել, արդեն ոնց որ ասենք playlist-ը կար, բիթերի, տենց ընտրում էի որը ինչ, արդեն ինքը մի քիչ դա էտել է բան արել էլի, որ թեմաները ուրիշ ձև լինեն էլի, սենց ասած։ Ոშեմ ժողովուրդ ջան, տենց Արդարա լսեք։ Հա, էլի, հա, չէ, ես իմ սիրած հայերենով մանավանդ տենց իսկական տեղից made in ոնց որ որտեղ ստեղծվել է կարելի ասել հիփ-հոփ ընդերից գալիս է լավ ալբոմը, որ տենց դե մի քիչ բան է որ ես են դրա մասին ասում, տենց կաղա տենց կողմնապահություն, բայց դե չէ, հաստատ ով լսել այդ երկու երգերը ընդհանուրն է, ասենք լրիվ այդ Նար ջան, մերսի։ Դե չէ, ինչի համար։ Չէ, անկեղծ, որովհետև ես մեկը այլ եմ ասում, չգիտեմ, կարելի ես չեմ լսել, բայց հայերենով մանավանդ այդ տեսակի հիփ-հոփ Հիմա մի հատ բան ասեմ, ավել կներես էլի, նա հիմա հայերենով այդ տեսակի կամ այլ տեսակի հիփ-հոփ կապ չունի։ Այդ ոնց որ մարդու ցելա էլի, այսինքն հիմա ես չեմ կարա օրինակի համար մեր հայտնի բոլոր հայ рэպերների երգերի նման երգ ունենամ օրինակ, որտեվ այդ մարդու կյանքն է, իր ձևն է, իր ջոգածն է, սենց ասած էլի, հիմա նման ու հակառակն էլ ինչ որ այս կամ այն արտիստը չի կարա իմ ֆորմատի մեջ լինի, որտեվ ուրիշ է, ես իր տարբեր ենք էլի, դրա համար այդ նաև գալիս է նրանից, որ թե ով է ինչ անում էլի։ Ինչքանով է էլի իր ոնց որ կենսափորձը կյանքի կարում տեղադրի երգերի մեջ։ Ահա, հենց էդ է։ Ու հենց այդ բանն էլ է, չէ՞, այդ դա անկեղծություն ասեմ, ինչ ասեմ, то есть այն որ խոսում ենք անում ես այն ինչ որ տենց ուզում ես, հենց այդ է էլի։ Հա։ Այսինքն մարդիկ քեզ նաև ոնց որ տենց են ճանաչում, տենց են քո տվյալ բայի սիտուացիան, քո կյանքի, չգիտեմ, ինչ վիճակում է, այդ երգերի միջոցով կարող են քեզ որտեվ սոտիկի մեկը դու արտիստին ես, չէ՞, սիրում, հա։ Ոչ թե հատուկ ես մի երգը բան, դե դրանք անցողի կա։ То есть հենց այս ալբոմը ինձ թվում է հենց համել դրա մասին է, որ շատերին հիմա արդեն տարիներ անց հետաքրիր է։ Ու այդ միջալից ուզում եմ սաղ բոլորին շնորհակալություն հայտնեմ, որտեվ երկար դադարել ցանկացած արտիստի համար ինչ որ բան է էլի ինչ որ այա դադարա ու մարդիկ արդեն կարան չգիտեմ մոռանան թեքեն ու իրանց բանը ուղղությունը ուրիշ տեղ sense ասած բայց բոլորի շնորհակալ եմ որ այդպես ասենք այսքան դադարից հետո էլի ասենք միշտ ինչ որ update-ների են սպասել միշտ գրել են բանեն արել ու այս վերջի երկու գործն էլ իրանց բանով ասենք ցույց տվեց ինձ որ մարդիկ կան սպասում են բոլորին մերսի դեմ հա բա մերսի հաստատ որովհետև ես հենց այդ ոնց որ խոսակցությունը ճիշտ տեղել գնաց որ պետք էր երևի հենց այս ծևին էլի դե չէ մի քիչ էլ որ տորմուզ անեի արդեն ես հավես չէի ունենա Չէ, պետք է ոնց որ բայց դե էսի այն բանն է որ ինչ ասենք առանց ոնց որ հիփ-հոփը ընդհանրապես տենց ինչ որ բան չի էլի իմ համար ամենայն դեպս որ ինչ որ որոշել եմ դառնամ рэպեր ինքը տես մեխանիկորեն եկե ցենց այսինքն կյանքի մի հատ մասա որ չի լինում արդեն լավ չի էլի հետո մի հատ ընկեր ունեմ Девиц грамм Русաստանի рэպերներից Ни копейки за душой и дорога дальняя в аэропорт из района спального մի երկու տարի առաջ դե կապի մեջ ենք միշտ ծնունդս է շնորհավորում գրեց արա ասма երգ շատ արա մյուզիկ շատ արա որտեվ կյանքդ կերկարի դրանով ու տենց ճիշտ բան ասեց էլի հա ռեփ արտիստի համար այդ շատ կարևոր է էլի որ հա ինչ որ բան անես ինչ որ թեկուս քո համար հա գործ անես հա դե դա բացի են որ զուտ որ արտիստ եմ պետք է անեմ տենց չինեմ ինքը որտեվ համել մանավանդ Հայաստանում փողի աղբյուր չի այսինքն ինքը այդքանով արդեն արդար է էլի ստացվում ուզած չուզած որ շատերի համար մեծամասնության համար Հայաստանում չինեմ ով շատ քիչ մարդ է հիփ-հոփից փող աշխատում չգիտեմ տենց այդ թեման ոնց է հենց ինքը այդքանով էլ համապատասխանում է այդ մտքին որ դու անում ես այն ինչ որ նախ ուզում ես ու անում ես որ կյանքդ երկար է էլի հա ցելա դրած որ գնում եմ այդ տեղը ասնում ու հիմա այդ ոնց որ էս այդ մի հատ ճանապարհի մի հատիկ
հուսամ կետն է, ոչ թե։ Հա, չէ, հաստատ որտեվ արդեն այս բաներ կա, որ այս ալբոմի մեջ չէի ուզում դու ոնց որ անդրադառնայի, բայց այդ արդեն լիքը դեմոներ կա, մի այնց այս ալբոմի չափ է դեմո կա, որ պետք է գնամ, սկսեմ մյուս ալբոմի համար անեմ, էլի։ Հա, թույն, շատ լավ է։ Շատ լավ, էլի էս լավ։ Դե չգիտեմ հələ բանը ոնց կլինի, տենց տրամադրությունը, բայց հաստատ ավելի տենց վատը չի լինի, էլի։ Նա իսկ բան է, դե որ խոսացինք այդ stay of hip hop-ում Հայաստանում ու դե տարբերությունը դե բարձր որ շատ մեծ է, բայց ընդհանուր սխեման, որ ասենք դե ոնց են ապրում, պրոստը hip hop անելով են ինչ-որ տենց իրանք ուզում են երգը Եթե ապրում են դրանով, իսկ մեր մոտ սևերի մասին է, այսինքն հիմնականում սևերի մասին է, էլի ինձ սևերն են ռեփը տենց ասած։ Դրանք սաղ ինչ կա իրանց առօրյան է, դաժե ու էդ էլ է տարբերվում, հիմա հին old school hip hop-ը, այս new school-ը մարդկանց կյանքը առօրյան այն ժամանակ ուրիշ է եղել, հիմա ուրիշ է, դրա համար նույն hip hop երգերը այս նոր ջահելների լրիվ տարբեր ուրիշ թեմաներ է, հա, հիմա տենց պոպուլյարի բաներն է, ասենք, չգիտեմ, այդ աղջիկը փողը բան, բայց դա իրականում հենց տենց էլ կա, էլի, հենց դրանով էլ ապրում են, ասենք, այդ տենց չի, որ տենց չի, բայց ջահելության 90%-ը ռեփ անում, ով էլ որ ռեփեր չի, բայց հաստատ ասենք, չգիտեմ, տան 5 հոգին մնացած ռեփեր։ Կամ ասենք, կամ ասած զուգահեռել, ասենք, չգիտեմ, բասկետբոլ են խաղում, էլի։ Ծում առօրյան է դա։ Հա, առօրյան ստա։ Դրա համար հա, էլի, տենց այնտեղ իրանց համար ոնց որ առօրյայի մասը, բայց իրանք դրանից համար բիզնես են անում։ Բիզնես են անում, հետո չգիտեմ, ռեփ անում նրա մասին, որ ինքը ինչ կարա ծախի, որ այդ մարդիկ իմանում են, ասենք այդ երգով, որ ինքը այս տեսակի, այս բաներից ունի ջոգիր, այսինքն այդ էլ իրանց կոմերցիան էլ այդ մասն է, էլի։ Էլի ոնց որ գովաս, շատ ես լիքը դες մարդ եմ ճանաչում, որ շատ վատ ռեփ է, շատ տուֆտա բան է, բայց ասենք ինչ որ բան է մեջը խոսում ջոգիր։ Պլյուս իրեն համար ասում։ Իսկ ինչ որ զանգեք տալիս մնաց հասցեն էս բան։ Համարյա տես մի բան, փողոցների այդ բաները որ կա, չէ՞։ Նշանները, ասենք տես դաժե դիսկեր կա, տես գրած Դաժե դիսկեր ունեն մարդիկ, որ հենց այդ կոնկրետ այդ նպատակով դրած է։ Հա, դες ասեցի, ես հիշեցի, Snoop-ը անում մոռացել եմ։ Դες մտ ունի ալբոմ Ջայլ Վախտո sense կանգնած է հենց այդ բանը։ Չէ, Snoop-ին դժվար դրա համար լնել, բայց մոտավորապես տենց մի բան է։ Այդ լոգիկայի մեջ է։ Հա, հասկացա։ Դե բայց հիմա որ լավ եկել ես, դա դժվար է քանի օր էլ տենց բաներած լինես, ոնց է կատարում ստե, տենց հերվից ոնց է։ Դե տենց ընդեից էլ եմ քիչ շատից հետևում, տենց ինչքան ժամանակ ալում։ Ես իմ տենց արելի փոփոխություններ չես։ Չէ, ընդհանրապես չէ։ Փոփոխությունը մենակ այնա, որ երևի ես 20 թվից հետո այս պատերազմ, COVID, այդ բան վիճակից հետո սկսեց լիքը համերգ դրել նել, որը այդ մի կտոր բանը մենք արդեն ընդեղ ենք ես օրինակ ու այդ առումով շատ լավ է, որ ինչ որ թեկուս դրսից բաներ են գալի, արտիստներ են գալի, ես են անում, այդ աժիոտաժը ռեփի հետ կապված ընդհանուր, լավ, այդ շատ լավ է, բայց դե все-таки իմ պատկերացած ռեփը, որ sense իմ ջոգած, իմ սիրած ռեփ համերգներ հələ ոնց որ չկա։ Դե հա, այդ հենց այդ է ուզում ասել, որտեվ տենց հիմնականում են դրսից եկածները նախ Ռուսաստանից են գալիս ու տենց ռուսական ռեփ, այդ ինչը որ կովկասյան ռեփ էլի, ռուսական չասենք, որտեվ ռուսական չի իրականում էլ, ես կավկասի ինչ որ sense այդ բանը այդ ոճը հիմա շատ են լսում, բայց ինքը տենց ռեփ ասել մի քիչ դժվար կլինի, էլի ինքը ավելի ինչ որ հենց կովկասյան ինչ որ Դե մելոդիաներով իշան մելիզներ Բեզուարյան այց։ Նկատի ունեմ էնդեմիկ բան է, էլի ոճը։
Սարերից եկած դից կաբիները բերե հասրել են։ Հա, դե բայց տենանք մանավանդ համերգների հետ կապված, որտեղ հենց հայկական հենց հայ ռեփ արտիստները որ դեն շատ համերգներ տան, դե երևի մենակ ֆելոն ու չիլն են էլի։ Երիրեկն է, հա շատ թույն է, այդտենց դզում ա որ կա, բայց այդ իմ պատկերացած հիփ-հոփ այդ որ բոլորս այդ բառը ասելով հասկանում պատկերացնում, քիչ տենց ավելի տենց ուրիշ ոճի հիփ-հոփ լեվոր չկա էլի տենց Դե տենանք այս ալբոմը, տենանք ինչ Դե սենց ասեմ, նպատակ էլ չկա տենց ինչ-որ ալբոմ անեմ, հետո համերգներ, ինչ-որ սենց այդ դրա ոնց որ այդ չի ցելը, նպատակը պրոստը անելն էր, էլի, որտեղ որ չանեի, կարող է լավ չլներ։ Դե արդեն ինքս տինքյան ոնց կստացվի, էլի։ Չէ, զուտ բանի համար, ընդհանուր ոնց ասեմ, մտնոլորտի համար, ստե էլի, որ կարա համեր սենց լինի, էլի, համեր կարա այս ձևի լինի, որ ինչ որ մարդիկ սկսեն, չգիտեմ, մտածեն դրա մասին, սկսեն ինչ որ չգիտեմ։ Հիմա օրինակ, ասենք հիմա որ մտաբերում եմ, լիքը լավ ռեպերներ կան, որ կարա այդ տենց դառնա։ Նույն 3-3-ն է թույն գործեր ունի, որ այդ ֆորմատի մեջ կարա լինի։ Բայց պրոստը երևի այդ էլ իրա մի հատ ինչ-որ ժամանակը պետք է անցնի, ինչ-որ որտեվ այս ջահելությունը հիմա որ գալիս է համերգների, երբ որ մենք օրինակ, չգիտեմ, 25 տարեկան էինք, 20 տարեկան էինք, իրանք բան են, չէ՞, այդպես մանկապարտեզի երեխեք էին, փաստացի։ Բայց շատ լավ է, որ հիմա ինչ-որ տես գնալով բան կա, դա շատ թույն է։ Դե հələ որ հա, դե չգիտեմ, այդտենց այդ ռեզուլտատը այդքան է, այնց ոնց է տարբերություն շատ չկա, էլի։ Տղեկը հա, իրանք անում են, իրանք մասան շատ այնց տարբեր է, կարում են տարբեր մասաների վրա ոնց որ բան անեն, բայց այն մեր պատկերացրած հիփ-հոփի քիչ է։ Մի երկու հոգով չեն կարա ցելի ասենք Հայաստանում պահեն էլի այդքան տենց անեն դե այդ քո ասած տղեկից էլ շատերը լավ տենց էլ եկանք իմ տենց ուզած թեմային իմ սիրած թեմային որ լիքը տղեկը ասենք դուրս են եկել հենց playback-ից էլի որ ասենք ոնց եմ ես իմ թեկուս ռեպեր չեմ բայց իմ հաղորդումով մտեղ ու հիմա ոչմ ինչ որը բայց լիքը ռեպերներ հենց playback-ից քո հետ են սկսե ու տենց հիմա հələ սենց մի հատ ոնց որ մի քիչ հեռու գնամ բայց հիմա այնտեղ ոնց որ այնտեղ էլ են production-ը բացել նույն ձև հենց հա հիմա կարող է արդեն ստուդիա մուզա էլ անենք այնտեղ բանան ստուդիա արդեն մի քիչ ավելի հա էլի ոբշեմ տենց ոնց որ ձևն է բայց համել նենց էլ չի որ ստեղի ես տենց արտագաղթեցի մնացի սենց այդ տենց էլ չի ուզում եմ ավելի տենց ուզում եմ որ արդեն ավելի հաճախ եմ գալու գնամ կարող է ստել մի բան անենք տենց ինչ-որ չեմ աշխատի էլի լիքը հենց դրա համար է ասում որ մեր ուզած բանը դրա համար եմ ասում չէ դա հաստատ որտեվ դա մի կյանք ենք ապրում քիչ անենք էլի հա ու պրիտոմ որ դրանից տենց լիքը լավ ոնց որ մարդիկ են դուրս գալիս լիքը լավ մարդիկ են տենց ոսկի կարում տենց ասեմ ստուդիայում կան ձայնագրել հա էլի դով այն ժամանակվանից սկսած դու տենց շատ ես մարդկանց օգնել ասեն պրոստը հնարավորություն տալ ինչ որ տարած քեզ տվլավ հնարավորություն շատ հանգերություն ենք հա ընկերություն դե հետո է դառնում ընկերություն բայց գոնե առաջին են քայլը որ գան դրսևորվեն ինչ որ ձևով տենց շատ մարդիկ են եղել ու հիմա իրանք էլ տենց որոշները տենց ակտիվ են կան տղեկից ուղղակի տենց հիմա արդեն եթե դու մի հատ օրինակ տենց ստե թեկուզ տենց բան սկսես իրանք հաստատ լիքը հետևդ լիքը մարդ կա էլի ավտոբուս ապտի արվի որտեղ տենց ամեն դզում է էլի տենց այդ ամեն ինչ է էլի չէ հա բայց դե ժամանակները ասենք այդ քո ասած տարին հետից դե մի անգամը կար համերգ ես այդ շատ լավ եմ հիշում ասենք թեկուզ կլինի փոքր տենց կլուբերում բանում թե ասենք կասկադի մեծ համերգը ստորագրությունը բան ասենք տենց կասկադի համերգը որ բան է նոր էր այդ օրենքը ընդունվել ժամը 11-ից հետո որ չի կարա որ մատկին իջավ ասել հա երեխա չի կարող ժամը 11-ին համերգը բրծա Ωραία, դից իմ մարդը ծուծր խնդալու դեպքերից մեկն է, որ մտքնիկ, ասենք շեյքից իջել են խալաթով ասած։ Համեր գաճտիկ մատես։ Բայց ոչ, ասես սկսած այդպես փոքր տեղերից միջով կասկադի, այդպես լիքը սենց հա, սենց համերգներ ա եղել, բան ու
ոնց որ կարիքը կա էլի։ Կարիքը կա, Կար չէ, կոնկրետ 100% կա, հա։ Հետո բանել է էլի որ գոր այդ անում ես հետո ճապոնական բան կա, չէ, տերմին կա իկիգայ, որ ուզած գործով համել փող ես աշխատում, մետի հենց այդ է էլի։ Հա։ Մարդը դիա ուզածը պետք է անի։ Հա, դե տենց Ֆրանսիայում է տեսնում եմ, տենց էլի տենց արտահայտություն կա, որ բանը երջանիկ այն մարդը, որ տիպը կարող է իր գործով հենց սիրած գործով զբաղվի, դի Հայաստանում շատ տենց քիչ տենց հազվագյուտ հանդիպող բան է էլի, բայց ոչում այդ տենց իմանանք, որ լինելու է էլի, տենց չէ, հաստատ, հա։ Տենց բաներն հա, դե շատ կարևոր է, ես ոյ ոչում։ Ես դաժե մտածում եմ հիմա որ գաս Դավիթ խոսում ենք, ասում ենք ապե կարող հասցնենք մի բան կազմակերպենք, մի հատ sense բան անենք, բայց Չէ, այս անգամ բան չի լինում հասցնել։ Դե կարող է գալուց գնաց։ Հա, տենց է, որտեվ սա ամբողջ օրը տենց երեխեքի հետ, այս կոմենկոմ, տենց ոչում։ Էդա, դե ոչում իմանանք որ տենց հաճախ ես գալու գնաս, ախտեր, դա ամենակարևորն է, որ տենց չմտածեն հանկած գնացել ես ու ես տենց չգիտեմ, ես մի քիչ երկար տևեց այդ պրոստը բացակայությունը, բայց ես մինչև էսել եմ տենց ինչ որ գնացեք, այդ տպավորությունը չի եղել, հիմա պրոստը ես երկար ես դրա համար թե չէ ես տեղից եմ էլի։ Կասկադից։ Հա։ Դուն, տենց դեպ։ Ինչի՞ չխոսացինք։ Գավարից։ Չէ, ինչի՞ չխոսացինք, տենց որ Просто իշ խոսալու պետք է կադրից դուրս խոսալու բանա, ոչ թե կադրից դուրս եկա բանն ենք խոսալու իրար հետ հաստատ այտենց։ Հա, Նար ջան, ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ առանձնահատուկ այս թույն բանի համար, հանդիպման համար։ Քեզ լիքը լավ հյուրեր, լավ Ամթոսախ քո պատկերացածով էլ եղբայր։ Շնորհակալ, պարոն Պետրոսյան, շնորհակալություն։ Շտա, դες ոնց սկզբում ասեցի, իմ այլ վերջում եմ տենց ասում, որ տենց ամենի սկսվել անենց ոնց որ պատմեցի այդ փոքր տենց զրույցից։ Այո։ Ու տենց թու ոնց որ առաջա գնում։ Լավ է։ Լավ է։ Merci. Քեզ էլ ախպերս։